Բարև ձեզ, ես Կարեն Կասպարյանն եմ և այսօր մենք միասին կփորձենք վերցանել Java ծրագրավորման լեզվով գրված մի հատ ծրագիր, օգտակար կարելի ասել, որը գրված է ամբողջությամբ Java-ով, աշխատում է Java պլատֆորմի վրա, իսկ մենք գիտենք, որ Java պլատֆորմը ուրեմն անկախ է օպերացիոն համակարգից, օպերացիոն համակարգի պլատֆորմից և ուրեմն այս ծրագիրը կաշխատի ցանկացած օպերացիոն համակարգով։ Ուրեմն կարևոր չէ, թե դուք ինչ օպերացիոն համակարգով կաշխատեցնեք այս ծրագիրը, կարևորը որ այս ծրագրի իմաստը հասկանաք և իհարկե այդ ամեն ինչը ծրագրավորման մակարդակով։ Հիմա աշխատեցնենք մի հատ ծրագիրը, փորձենք և անցնենք կոդի վերցանմանը։ Ուրեմն սա ծրագրի ինտերֆեյսն է, տեսնում ենք, որ ոչ մի առանձնահատկություն չկա, ընդամենը կա մի հատ text editor, այսինքն տեքստ գրելու և փոփոխելու հնարավորություն, նման է իր արդյունքնապես բլոկնոտին, եթե օգտագործել եք կամ դժվար օգտագործած չլինեք, այս ծրագրի ինտերֆեյսը ինձ թվում է ավելի պարզ կլինի, եթե օգտագործել եք բլոկնոտ։ Ուրեմն սա brace checker, հենց ծրագրի անունը ուրեմն հուշում է, որ ծրագիրը ստուգում է փակագծերի դասավորությունը և ամեն ինչ փակագծերի մասին տեքստի մեջ։ Եթե մենք հիմա հավաքենք ինչ-որ տեքստ, կարևոր չի սա, դնում ենք մի հատ փակագիծ, տեսնում ենք, որ տագը ուրեմն գծվում է ուրեմն կարմիրով և եթե շարունակենք մնում է և բերում է հաղորդագրություն, թե որտեղ է ինչ-որ փակագիծ բացվել և այն ուրեմն չի փակվել, կա բացված փակագիծ, որը փակված չէ, տեսնում եք։ Եթե այն փակենք, անմիջապես կտեսնենք, որ փակագիծը կարմիր է, որը գծվում էր, ինքը այստեղ ուրեմն մի հատ ծրագրային բաց տեսա, որը երևի իրար հետ էլ կվերացնենք, սա ուրեմն եթե փակագիծը մի անգամ error է տալիս, սխալ է ցույց տալիս, որ ասենք մի հատ փակագիծ կա բաց, բայց ոչ փակ, հետո փակելու դեպքում այս հաղորդագրությունը նորից տալիս է։ Սա միասին այս բացն էլ հետո կլրացնենք, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի մեր աշխատանքը։ Ուրեմն տեսանք, որ ուրեմն տագը ընդգծված կարմիր գույնով ցույց տվավ, որ սխալ է աշխատում ծրագիրը, ինչ-որ մի բան տեքստի մեջ սխալ կա, ոչ թե ծրագիրն է սխալ աշխատում, սա ուրեմն վերանում է։ Տեսնում ենք, ցանկացած դեպքում սա աշխատում է։ Եթե կա նաև այնպիսի տարբերակ, որ բացել ենք ուրեմն մի հատ փակագիծ, փակում ենք ուրիշ տիպի փակագիծ, ինքը ամեն դեպքում վերջի սխալի վրա, սխալ փակագծի վրա ուրեմն տագը ընդգծում է, Ինչևէ, անցնենք ծրագրային կոդի վերցանմանը, հասկանանք ինչ է գրված և նոր շարունակենք մեր ծրագրի ավելի կատարելագործումը։ Փակում ենք ծրագիրը, նախ ասեմ, որ ծրագիրը կազմված է 5 կլասից, թե ինչ է կլասը, ինձ թվում է դուք գիտեք։ Առաջինը stack-ն է, որը տեսնում եք ինքը ավելի շուտ ինտերֆեյս է։ Եվ մի քանի տողով հիմա կիմանանք ինչ է։ Երկրորդը stack impl, ուրեմն stack-ը իրենից ներկայացնում է տվյալների մուտքագրման և ելքագրման մի հատ կարևոր պահպանման բազա, որը աշխատում է LIFO տեխնոլոգիայի վրա, այսինքն last in first output, վերջի մուտք արածը պետք է առաջինը ելքը արվի։ Ուրեմն դա էր stack-ի գաղափարը։ Stack impl-ը, քանի որ stack-ի ինտերֆեյս է, իրեն պետք է ինչ-որ մի class կամ ինչ-որ ծրագրային
ապահովման ժամանակ, եթե ինտերֆեյս կա, ապա պետք է մի class իրեն implement անի, հա։ Եվ այդպես էլ անունն է հենց stack implement, կրճատ stack impl, հա։ Կտեսնենք այստեղ ամեն ինչ, կվերցանենք եւ երկու մնացած հենց brace checker Java, որը այս class-ում է գրված հենց ծրագրի լոգիկան, եւ այս լոգիկային զուգահեռ աշխատում է նաեւ գրաֆիկական մասը, որը ամբողջը իրար է կապում, հա, այս ծրագիրը։ Ուրեմն սկսենք երևի հենց stack-ից, որը ինչպես նշեցինք ինտերֆեյս էր։ Stack երևի տող առ տող, հա, սկսենք վերցանելը։ Ուրեմն առաջի տողում ինչպես տեսնում ենք package-ն է նշված, package brace checker, Java ծրագրավորման մեջ ընդունված, ուրեմն սինտաքսի հատված, սինտաքսի մասն է կազմում, հա, շատ ուրեմն ծրագրավորման լեզուների մեջ չենք գրում package-ը, թե ինչ package-ի կամ հայերեն ասած հենց տախտապանակն է, որ package-ը տախտապանակն է, այսինքն եթե գրած է package brace checker, ուրեմն այս class-ը գտնվում է brace checker տախտապանակի մեջ։ Package brace checker կան ծրագրավորման լեզուներ, որտեղ սա պարտադիր չէ գրել, սակայն Java-ի մեջ պետք է։ Երկրորդ տողը հենց հայտարարում ենք ինտերֆեյսը, այսինքն stack-ը հայտարարում ենք public interface stack, այս ten, ուրեմն կոչվում է generic, սա այն փոփոխականն է, որը հետագայում իրեն implement-ենողը stack impl-ը պետք է հայտարարի, թե այս stack-ը ինչ տիպի փոփոխականների համար է կանչվում։ Տվյալ դեպքում կանչվում է, եթե տեսնենք մի քանի քայլ առաջ գնանք, տեսնենք, որ կանչվել է brace checker get bracket item տիպի համար, որը շատ հեշտությամբ կարող է այստեղ կանչվել ենթադրենք string-ների համար, integer-ների համար, ինտերի համար եւ այլն։ Սա ուրեմն կտեսնենք հետագայում ավելի մանրամասն, թե ինչի հենց այս տիպը հետո ենք որոշելու, հա։ Ունի ինքը կանոնավոր ինտերֆեյս է, ինտերֆեյսի մեթոդները մարմին չունեն։ Գրում ենք ինչ մեթոդ է, ինչ մեթոդ է պարունակում եւ սրան իմպլեմենտ անողը պետք է անպայման այս մեթոդները ուրեմն լրացնի մարմին տա մեթոդներին։ Տեսնում ենք հիմնականում երկուսը, այն մեկը void parse ընդունում է t-տիպի value-ն եւ push եւ pop, հա։ Ինչ է անգլերենից եթե թարգմանենք, push նշանակում է տեսած կլինեք ինչ որ կոճակների վրա գրում են push, այսինքն մուտք գործել, հա, ինչ որ բան ներմուծել կամ սեղմել կամ ներմուծել, մուտք։ Այդպես պատկերացնենք եւ երկրորդը էլի t-տիպի այսինքն t-տիպ վերադարձնող pop ֆունկցիան է։ Pop այսինքն արտածել, այսինքն արտածում ենք հենց pop տիպի bracket item-ը։ Եվ ունենք boolean isEmpty մեթոդ, որը երևի բառն էլ հուշում է, ստուգում է արդյոք մեր stack-ը դատարկ է, թե դատարկ չէ։ Այսինքն եթե true եկավ այս մեթոդի արդյունքը, ուրեմն stack-ը դատարկ է։ Ինքը ծրագրի լոգիկային հասկացնում է, որ stack-ը դատարկ է, այստեղ ոչ մի խնդիր չկա։ Ինչ է անում ծրագիրը, ծրագիրը տեսնելով ինչ որ փակագից, հիմա կտեսնենք, դա ավելի ճիշտ երևի առաջ չանցնենք, սա արդեն լոգիկան է, որը գրած է brace checker-ի մեջ։ Հիմա ինձ թվում է տեսնենք stack impl-ը եւ անցնենք արդեն brace checker-ին։ Այստեղ նույնպես գրած է package brace checker, այսինքն նույն թղթապանակի մեջ են այս ամբողջ բոլոր ֆայլերը եւ հայտարարած է public class stack impl եւ նշված է, որ ինքը պետք է implement անի stack-ը, մեր այս class-ը, brace checker get bracket item։ Իսկ թե ինչ է սա իրենից ներկայացնում, ուրեմն բերեք հիմա պարզենք, եթե մենք ուրեմն control կնոպկեն ստեղ, հա, սեղմենք ստեղնաշարին, ապա ամեն մի
հատվածը մեր այս գրածի կտանի իր ուրեմն կոդի այն հատվածը, որտեղ ինքն է, հա։ Եթե bracket item սեղմելով brace checker, որտեղ ստեղ bracket item-ը inner class է, այսինքն գտնվում է brace checker-ի մեջ։ Եվ եթե տեսնենք, ահա, static class bracket item, սրան կանրադառնանք, հիմա stake impl-ը, ուրեմն stake-ը կանչվում է իր generic-ը brace checker get bracket item։ Սա class է, որը կարող ենք որի տիպով էլ, հա, իրեն այստեղ կանչում ենք, քանի որ inner class է, կանչում ենք get-ով, հա, որտեղ bracket item-ը գրած է brace checker-ի մեջ, մենք կանչում ենք brace checker get bracket item։ Սա ինձ թվում է գիտեիք։ Ահա, եւ այստեղից սկսվում է stake impl, ուրեմն class-ը, որը ավարտվում է այստեղ եւ իր մեջ գրած կոդը, ծրագրային կոդը, տեսնենք թե ինչ է գրած այստեղ։ Սկսում ենք հենց սկզբից public static final int default length հավասար է 16։ Ինչ է սա նշանակում, թե երևի public static final-ը ուրեմն ինքը static է, որովհետև հենց սկզբից ծրագիրը class loader-ը երբ կանչում է այս class-ը, աշխատեցնում է, կանչում է իրականում իր static դաշտերը, static մեթոդները եւ հենց սկզբից static class-ը, հա։ Static final-ը սա ուրեմն հայտարարում ենք, որ այս փոփոխականը default length անունով երբեք չի փոփոխվի ծրագրի շրջանակներում, ինքը կա եւ մնում է 16, թե ինչ է 16-ը կարող ենք դա փոփոխել ըստ ձեր հայացողությամբ։ 16-ը պատահական թիվ ենք գեներացրել, գրել, քանի որ եթե ուրեմն կանչվի stake-ը, քանի որ նա է implement անում, stake-ը կանչելուց լինի default length-ը, տեսնում ենք, որ սա երբ NetBeans-ի առավելություններից նշեմ, երբ նշվում է բառը կամ պահվում է բառի վրա, ինքը այս class-ի սահմաններում նշում է նաև նույն հենց ոճով, նույն գույնով, նշում է նույն համապատասխանաբար նույն այդ բառը, հա, կամ տվյալ դեպքում փոփոխականի անունը։ Այս class-ում երկու տեղ է հանդիպում default length անունը, որը եւ սա։ Սրան դեռ կանրադառնանք, ուղղակի հիշենք, որ եթե stake-ը կանչում ենք առանց մենք նշելու թե որքան է մեզ հարկավոր stake-ի չափը, նա ընդունում է ուրեմն 16։ Մեզ իհարկե massive է անհրաժեշտ, քանի որ ցանկացած stake իրենից ներկայացնում է massive, եւ այս դեպքում սա ուրեմն private պետք է լինի, այսինքն կողմնակի անձանց համար անհասանելի, հա։ Private brace checker get bracket item, սա հենց այն մասն էր, որը տեսնում ենք եւ այստեղ գծվեց, այսինքն հենց իր տիպն է, այս տիպի մի հատ massive ենք հայտարարում ընդամենը, անունը stake, սա էլ massive-ի նշանը, հա։ Հայտարարեցինք massive, տալիս ենք մի հատ փոփոխական integer տիպի, անունը դնում ենք toss։ Ինչ է toss-ը, toss-ը մեր ուրեմն massive-ի, որը ստեղծում ենք այստեղ, մեր massive-ի վերջի անդամն է, ինքը ընդունում է միշտ -1, որովհետև massive-ի անդամները սկսվում է 0-ից, այսինքն 0 եթե տնենք, ուրեմն massive գոյություն ուներ, այսինքն մեկ անդամ գոյություն ունի, իսկ եթե -1, ինքը ամեն անգամ ստուգելով թե արդյոք -1 է, եթե -1 է, ապա կարող է վստահորեն ասել, որ գիտեք ինչ կա, ուրեմն massive-ում էլեմենտ չկա, այսինքն այստեղ աշխատում է isEmpty մեթոդը։ Իսկ եթե տարբեր է -1-ից, այսինքն stake-ը դատարկ չէ։ Այստեղ ուրեմն կանչում ենք stake impl-ի կոնստրուկտորը, սա չի կոչվում default կոնստրուկտոր, որովհետև առաջի պայմանը հենց մենք իրեն ինչ-որ արգումենտ ենք տալիս։ Արգումենտը տեսնում ենք int length։ Ուրեմն վերադառնանք մի քիչ ասածին, default length-ին։
default length-ը մենք գրել ենք այն դեպքում, եթե այս կոնստրուկտորը չաշխատեր։ Եթե օգտագործողը կամ հենց մենք ծրագրավորողը ուրեմն կանչում ենք այս stackImpl class-ը default length-ով, այսինքն default կոնստրուկտորով չենք նշում մենք ուղղակի length-ը, ուրեմն ինքը կանչում էր default length-ը, տալիս էր 16, սակայն մեզ հնարավորություն է ընձեռված այս 16 թիվը փոխել մեր կամայական եւ ցանկացած ուրեմն թվի։ Ենթադրենք ես կարող եմ տալ, որ մեր stack-ը ստեղծվի 5 էլեմենտի համար կամ 500 էլեմենտի համար։ Դա արդեն թողած է ըստ հայեցողության։ Ասել ենք այստեղ, եթե ուրեմն length-ով կանչվի, ապա ինչ է անում, տեսնում ենք this get stack-ը, այսինքն այս this-ով նշվում է թե որ stack-ի մասին է խոսքը, տվյալ դեպքում this-ով նշված է ուրեմն այս stack-ի մասին է խոսքը։ Stack-ը հավասար է new օպերատորի միջոցով ստեղծում ենք brace checker get bracket item, ուրեմն class-ի զանգվածը եւ զանգվածի չափը արդեն տալիս ենք length։ Length այն length-ն է, որը մենք ներմուծել ենք, ենթադրենք 5։ 5-ը կստեղծի նոր brace checker get bracket item tb stack-ը massive-ը length չափով։ Կարծում եմ դժվար բան չկա։ Սա ուրեմն կոնստրուկտորներ եւ այստեղ կոնստրուկտորի ներքևում ուրեմն override արած մեթոդն է, երևի արդեն ծանոթ, հա, is empty, որը տեսել ենք stack-ի մեջ։ Այսինքն, եթե ինքը գրած է stack-ի մեջ is empty մեթոդը, ապա իրեն իմպլեմենտ անողը պետք է լրացներ այս ինչի համար է նախատեսված այս մեթոդը։ Եվ այս դրա լոգիկան, սրա լոգիկան մենք տեսնում ենք այստեղ։ Ինչ է անում, ընդամենը վերադարձնում է, քանի որ ինքը boolean տիպի էր, վերադարձնում է true կամ false։ Ահա, true կամ false, տեսնում ենք return, toss-ը հավասար է -1։ Կվերադարձնի ուրեմն true, եթե toss-ը հավասար է -1։ Այսինքն, եթե stack-ում էլեմենտ չկա, վերադարձնում է true արժեք։ Ինչի համար է սա ուրեմն մեզ անհրաժեշտ, կտեսնենք հետագայում, ուղղակի հասկանանք այնքանը, ինչքան որ տեսնում ենք, հա։ Սա մի մեթոդ է, որը վերադարձնում է կամ true կամ false, իսկ թե որ դեպքում ինչ տեսնում ենք հենց այստեղ այս ուրեմն պայմանից ելնելով, եթե toss հավասար է -1, ուրեմն վերադարձնում է true։ Սա ինչպես նոր խոսում ենք այս մասին, default կոնստրուկտորն է։ Երևի ճիշտ կլինի այս ուրեմն կոնստրուկտորները իրար հետևից գրել։ Ահա։ Սա էլ չնջել, հա։ Դեռ կոնստրուկտորները իրար հետևից լինեն, որովհետև ավելի հասկանալի է։ Սա ինչ է անում, public stackImpl ոչ մի արգումենտ չկա, այս սա կոչվում է արդեն default իր ստանդարտ կոնստրուկտորը, որը կոչվում է առանց պարամետրերի։ Այսինքն հենց սա նախատեսված է նրա համար, որ եթե դրսից մեզ չտան stack-ի չափ, իսկ stack-ը պետք է պարտադիր ստեղծվի, մենք իմանանք, ծրագիրը իմանա ինչ պետք է անի այդ դեպքում, եթե իրեն պարամետր չեն տվել։ Իսկ թե ինչ պետք է անի պարզ գրված է, this-ի միջոցով ուրեմն կանչում է այս ուրեմն մյուս կոնստրուկտորը, հա, որը default length է փոխանցում։ Այսինքն այն կոնստրուկտորին, որի պարամետրը default length պետք է ընդունի, int tb length պետք է ընդուներ, եւ այդ length-ը տվյալ դեպքում default length-ն է։ Default length-ը արդեն ուրեմն քանի որ static final էր, ինքը արդեն ծրագիրը հենց սկզբից գիտի, որ default length կա փոփոխական, որը կրում է 16 արժեքը եւ տվյալ կոնստրուկտորը, տվյալ default կոնստրուկտորից կանչվում է մեր գրած կոնստրուկտորը, որի
հիմնական նպատակն է ստեղծել այդ ստեյքը։ Հենց ուրեմն is empty-ին նայեցինք, հիմա նայում ենք pop մեթոդը։ Pop բառը նորից override ենք անում, մի հատ տեսնենք t-տիպի pop մեթոդը, հա, որը պետք է վերադարձներ t-տիպ։ Իսկ տվյալ դեպքում t-տիպը մեր brace checker get bracket item-ն է։ Ահա։ Այս մասում ուրեմն տեսնում ենք, որ մեթոդը պարունակում է մի հատ պայմանի բլոկ։ Պայմանի բլոկ իրենից ներկայացնում է, եթե մեր ուրեմն ծանոթ, մեզ արդեն ծանոթ տոզը ուրեմն փոքր է 0-ից, այսինքն կարելի ասել հավասար է -1-ի, հա, հենց այնպես է կարող ենք գրել, դրանից ուրեմն ծրագրի լոգիկան չի փոխվում։ Նույն բանն է, ինչ որ գրենք տոզը հավասար է -1-ի, բայց այս դեպքում ուրեմն գրում ենք, եթե 0 մեծ է տոզից, ուրեմն վերադարձնի null։ Իսկ ինչի null, որովհետև սա ուրեմն class է, կարելի ասել part տիպի փոփոխական է, հա, նա պետք է ուրեմն վերադարձնի, իր վերադարձածը պետք է լինի օբյեկտ։ Տվյալ դեպքում վերադարձվում է null։ Եթե լիներ ենթադրենք int տիպի, կարող ենք գրել return 0 ուղղակի։ Եվ պայմանից դուրս արդեն, եթե պայմանը գոյություն չունի, այսինքն 0-ից մեծ է տոզը, իր մեջ ունի ինչ-որ էլեմենտ, վերադարձնի ստեյքի տոզը, եւ այսինքն վերադարձնի եւ անի --, այսինքն մի հատով պակասեցնի, որովհետեւ եթե կանչում ենք pop-ը, ուրեմն ստեյքից հանում ենք այդ էլեմենտը։ Այո, հանում ենք եւ տոզը պակասում է, մինչեւ հասնի -1-ի եւ ուրեմն էլ ստեյքում էլեմենտ չմնա։ Մնացին ուրեմն երկու մեթոդ, որից մեկը մեզ նորից ծանոթ override արած push մեթոդն է, նորից ստեյքի մեջ push, հա, որը արժեք պետք է չվերադարձնի, այսինքն ընդունում է սա արժեք։ Մենք տալիս ենք իրեն brace checker get bracket item մի value-ն, ինքը տանում տեղավորում է հա ստեյքի մեջ։ Public void push brace checker get bracket item ու value-ն իրա։ Իսկ այս ինչպես է կատարվում, ինչ է ընդհանրապես սա, կտեսնենք մի քիչ անց։ Ուրեմն այս մեթոդի մեջ տեսնում ենք նորից պայմանի բլոկ if եթե տոզը մեր վերջի էլեմենտը մեծ կամ հավասար է stack get length -1-ին, ուրեմն կանչում է մի ուրիշ մեթոդ extend stack-ը։ Հիմա կնայենք թե ինչ extend stack-ը ինչ է իրենից ներկայացնում, որպեսզի ավելի պարզ հասկանանք այս գրածը, հա։ Ուրեմն extend stack-ը հենց իրեն հաջորդող մեթոդն է մեր գրածի մեջ, որը ընտանում է stack-ը նշել ենք չէ 16 չափանի, իսկ երևի հարց կառաջանար, թե բա 16 չափանի ենթադրենք նշել ենք 16, բա որ ուզենանք կամ մեր ուզենալով չէ՞ ծրագրին անհրաժեշտ լինի ենթադրենք 20 item տեղադրելու ստեյքի մեջ, ինչ պետք է անի այդ դեպքում։ Դրա համար ստեղծվել է մի հատ պայմանի բլոկ, եթե մենք ուզում ենք ինչ-որ անդամ ներմուծել, տեսնում է, որ վերջի էլեմենտը մեր massive-ի երկարության -1-ից ուրեմն մեծ է, տոզը մեծ է կամ հավասար, ուրեմն մեզ անհրաժեշտ է տվյալ ստեյքում էլ տեղ չկա, հա։ Կանչում է մի հատ մեթոդ, որը ինչ է անում, brace checker get bracket item տիպի մի հատ temp massive է ստեղծում, սա ամեն ինչ պարամետրերով նման է ստեյքին, բայց սա ժամանակավորապես temp massive-ը իր մեջ ներառում է չափը, հա, հիմա հետաքրքիրը այդտեղ չափն է,
ավելի մեծ, քան stack-ն է։ Իսկ թե ինչքան մեծ, դա արդեն երևի կամքի ցանկության հարց է։ Ну, տվյալ դեպքում մենք անում press checker get bracket item tb stack եւ չափի մեջ գրում ենք stack, մեր ունեցած հին stack-ի length գումարած stack length բաժանած 2-ից, այսինքն կիսով չափ մեծացնում ենք։ Կարող ենք հենց իրեն չափ մեծացնել։ Ուղղակի իմաստը երևի չկա, քանի որ շատ մեծ տարածք կլինի եւ պետք է ավելորդ ուրեմն հիշողությունով զբաղեցնել համակարգչի հիշողությունը զբաղեցնել ծրագրի կողմից։ Ավելորդ հիշողությունը միշտ ուրեմն ցանկալի չէ։ Կանչում ենք նրա կիսով չափ մեծ ավելի stack։ Ստեղ ուրեմն աշխատում է system.ri copy մեթոդը, որը Java-ի ստանդարտ գրադարանների մեթոդներից է, ինչ է անում, ուրեմն stack-ի 0-րդ էլեմենտից սկսած, լցնում է temp-ի մեջ 0-րդ էլեմենտից սկսած մինչև stack length-ը։ Այսինքն stack-ի մինչև ամենավերջի էլեմենտը ինքը գցում է նոր temp-ի մեջ, այսքանը, եւ այս temp-ը անունը կապում է stack-ի հետ։ Այսինքն մեր stack-ը իր էլեմենտներով հանդերձ մեծացավ նոր չափի, որը նախկինի կիսով չափ անգամ մեծ է, ուրեմն նոր մասիվը, այդքան անգամ մեծ է։ Այս ուրեմն պայմանի բլոկը ընդամենը դա էր անում, ստուգում էր, եթե stack-ում էլ տեղ չկա, կանչում էր extend stack մեթոդը։ Կանչելուց հետո extend stack մեթոդը ամեն ինչ արվում էր եւ դիմում էր, թե տեղ կա, ինչ անեմ։ Իսկ եթե տեղ կա, գրում է stack ++ toss-ը, երևի գիտեք, այս ++ սկզբից գրելու եւ հետո գրելու փոփոխականից առաջ եւ հետո իրականում շատ մեծ ֆունկցիա է այս տարբերությունները, ինչով քանի որ ++ toss-ը իր արժեքը արդեն մեկով անգամ մեծացնում է, նոր գործ է անում այդ փոփոխականի հետ։ Իսկ եթե ասենք գրեինք toss++, ինքը հին արժեքի հետ գործ կաներ, նոր կմեծացներ massive-ի հետ ինդեքսը, սա massive-ի ինդեքսն է, stack-ի ինդեքսը, որը ավելացնում է toss-ին, այսինքն -1 է, ընդհանրենք սկզբից դառնում է 0 եւ վերագրվում է value-ն։ Քանի որ հենց առաջին, եթե տեղ չկար, արդեն extend է արվում եւ այսքանը ինձ թվում է հասկացաք։ Այստեղ էլ նոր ինչ-որ ֆունկցիա մեթոդ չկա, կարիք չկա գրելու, այսքանով եզրափակվում է այս stack impl class-ը, որը իր ֆունկցիան հստակ կատարում է, հույսով եմ այս երկու stack-ից հարցեր չկա, քանի որ այս երկուսի օգնությամբ է աշխատում ամբողջ ծրագիրը։ Երևի այսքանով ուրեմն ավարտենք վիդեո դասի առաջին մասը։ Խորհուրդ կտայի այս stack եւ stack impl-ը ինքնուրույն ուրեմն հասկանալով, երևի արդեն հասկացաք ինչի համար նախատեսված, փորձեք ինքնուրույն գրել, քանի որ այս երկու կլասը պետք է հասկանալ, որ անցնենք արդեն ծրագրի կարևոր լոգիկային, չնայած ուրեմն տրամաբանությանը, չնայած այս երկու կլասը stack-ը ընդհանուր կապված է ծրագրի հետ, սակայն դա հենց գլխավոր մասը չէ, էլի ծրագրի գլխավոր դեր արժևում է, այնպես որ փորձեք, եթե չի ստացվում ինչ-որ բան, մի անգամ էլ դիտեք, ուրեմն այս փորձարկեք եւ երկրորդ մասում կշարունակենք արդեն երկու կարևոր կլասների նկարագրությունը։ Առայժմ